Շատ շուտվանից է, թե նորա։ Խոնավությունը ախր մի անգամ չի տղաջան ջուրը լցվի, մի քանի անգամ է լցվի։ Պատվալը լցվում է, պատվալից քաշմաստ է, վերև, ներքև այս ձևի տրաքել է։ Մենք էլ անապահով ընտանիք ենք, 4 հատ բալիկ ունենք, սրա պատճառով ենք էլ կարողանում դեղերը հասցնեն, որ գոնե դեղերն առնեն։ Իսկ դուք անապահովությունում գրանցված եք, չէ՞, ոնց հասկացա Թաղապետարանին։ Այո, Երբևէ դիմել եք գրավոր ինչ-որ կառույցի։ Գնացել ենք, դիմել ենք, ոչ մի օգնություն, ոչ մի բան։ Մենք այս հարցով մի հատ զբաղվենք, կփորձենք էլի զբաղվենք, Տեսեք սիրելի քաղաքացիներ, ինչ վիճակում են գտնվում, այստեղ փոքրիկ երեխաներ են ապրում, անչափահաս, մի փոքրն էլ գնաց այն կողմ։ Ընդհանուր ընտանիքում քանի բնակիչ այստեղ ապրում, 8 քանի անձ։ 8 հոգի ենք։ 8 անձ Բարձրանանք վերևներ նայենք էլի։ Հետո երեխաները Դուք դա դու պրոցես գնում։ Դա վես սովորում։ երազանց ասում, լավ ասում։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին Սարիթաղում են գտնվում, ահա զանգում ենք բնակիչներից, որ տունը ջուր է լցվել եւ ճաքեր են առաջացել, գրեթե փլվում է տունը, ձեռք են բերել նաեւ տարբեր հիվանդություններ եւ շատ ծանր վիճակում են գտնվում։ Ահա այս պահին արդեն բարձրանում են երկրորդ հարկ հասկանալու համար, բարձրացեք։ Նույն վիճակներ վերևն է։ Սիրելի քաղաքացիներ, ես կանջատեմ իմ տեսանկարահանումը եւ զրուցեմ մեր բնակիչների հետ, որոշ հանգամանքներ ելելով, ներողություն եմ խնդրում եւ Ինչքան ժամանակ կլինի, որ այս իրավիճակում է տունը։ Տարուց ավել։ Այսինքն, որ անձրև է գալիս, ձեր տուն լցվում է։ Այստեղից, բայց խոնավ է, ինչ-որ տանիքի խնդիր է դա, տանիքից տանիքն է դա Ես անցած ուժը քանի ելավ է, մենք շուրտվեց, իսկ բանը շանչան եկան նկարից, դեսել եկան նկարից, շանչան դարը ասեց, ես խնդրում եմ ասեց Թաղապետարան, խնդրում մի 60 հատ ինքնայիթարիկը չտվեցի։ Չեն տվել։ Չէ, գնաց քանակամ ինքը որ խնդրում հարցրեք շանչան։ Մեր հետ կապի կլինենք, մենք կփորձենք Լեթոն Թաղապետարանի միջոցով, հասկանանք, քանի որ դա լավ է, իրականավոր սոցիալական աջակցության ծրագրից օգտվում եք, թե այդ նույն ձևով սոցիալական աջակցությունը պիտի օգնեն բնակարանի որոշ հարցեր իրականում լուծվի։ Ուղղակի ես շատ եմ դիմել, ինձի նոր հասել եմ, ինձի հետ եմ ուղարկել։ Ես Տեսել է, չէ, հիմնական ոնց որ պատերել։ Սաղ սենյակները, դե սենյակ չկա, որ տրաքած չնա։ Այստեղից էլի ջուրը կաթում է, այսինքն անկողնում ջրի տակ եք քնում։ ջրի կացոցն են, նա այդ կացունի, ջրի կացոց այդ կացունի, ջուրը 2 տարի առաջ է կացացել։ Ոնց են ես սենյակները։ Արի, ոչես։ Արի։ Դե հայց, խոնավության մեջ իրականում շատ տանգավոր էլ է ապրել, էլի, հազար ու մի հիվանդություններ։ Հիվանդացավ էլ, ապրես հիվանդացավ էլ։ Խնդրեմ ես պատ այսպես նորից գնացել ես ցած ասած։ Այսինքն, ստե վերանորոգման կարիք է, առաջացել մեկ է տանիքը եւ ճաքերը, հա, ճիշտ եմ հասկանում։ Խնդիրը նախ պիտի վերացվի, որը հետո հետագայում եւս չկրկնվի, էլի։ Տանիքից ջրի խնդիրը տանիքից ծածկնա, ներքևի խնդիրը պիտի հասկանանք ինչ խնդիր է։ Ներքևինը ջրից է։ Ինչա՞ դա։ Ձեր հիվանդությունն է, գնալեք մի հատ սայլ Տեսեք, այս խոնավ վիճակից բնակիչները այսպիսի հիվանդություն ունեն այս տանը։ Այսինքն իրավիճակի են հասցրել մարդկանց
պատկան մարմինների բարձի թողի վերաբերմունքը, անպատասխանատվությունը, անփութությունը, ամեն ինչին մատերի արանքով նայելը, մարդկանց հետ կապի մեջ դուրս չգալը եւ մարդկանց խնդիրներին ականջալուր չլինելը ու այդ խնդիրները լուծումների չենթարկել, այսինքն չլուծել այդ խնդիրները։ Խոսի ջուրը լցրելա, իրենք որ հետ եկել են ասմա չկա, ինչ անեմ, չկա, ստե ջուր ելի վանձվա։ Սպորտերն է։ Ըս բաց բոլեկը լցրելա։ Յամենը։ Յամենը, այս, դա, որկան դե, ինդես եկը լցրելան դե, ես զանգեցի չեկա։ Ես էլ այդ փոսի ջուրն է։ Բանալիք թերթիկ էլի կա։ Սպորտսմեն ունեք տանը, հա երևի։ Սպորտով զբաղվում եք։ Սպորտով։ Ձեր տղան է։ Թորիքս։ Հա, տեսա որ։ Հա։ Վերջի հաճախը։ Ժողովուրդ ջան, ուրեմն հեսա մեր կոնտակտները կտանք։ Մենք հետևողական ենք լինելու, որպիսի պատկան մարմինները պատասխանեն եւ աջակցեն, որպիսի այս խնդիրը բնակիչների համար վերացվի, հիմքը վերացվի եւ հետագայում արդեն մարդիկ կարողանան իրենց տունը վերանորոգել եւ իրենց հիվանդությունները բուժել։ Երկրաշարժի ժամանակ ինչ-որ շենքեր ամրացում են, էլի, բայց անցել, հնարավոր է ձեր գոնահանը, ուրիշ բան չեմ Ցանկացած նայեք իրավական, եթե իրանք փորձեն ասեն սեփականություն կամ մյուս այլ հարցերի մեջ մտնեն, սոցիալական աջակցության ֆոնդ կա, թե Երևան քաղաքում, թե Հայաստանի Հանրապետությունում, սոցիալական Լավ, մենք ավարտենք ուղիղ եթերը, սիրելի հայրենակիցներ։ Մենք հետագայում կտեղեկացնենք այս խնդրի լուծման վերաբերյալ։ Մեր Հայաստանը հետևողական է լինելու, որպեսզի պատկան մարմինները բարձի թողի վիճակում չթողնեն։ Այստեղ այդ բաներով պիտի փորձեն օգնել։